Իրականում գիտեք ինչն է հետաքրքիր, որ նախ այն որակումները, որ տվել են, ես այդ որակումների հետ համաձայն չեմ եւ բազմիցս նշել եմ, հիմա էլ եմ նշում, որ կարգալույծ եղած մարդը չի կարող կարգալույծ անել եւ պատարագը կեղծ որակելը դա մեղմ ասած բարոյական չէ, իսկ ինչ վերաբերվում է այսօրվա պատարագին, ես ուզում եմ հասկանամ այս մեր որոշ ընդդիմադիր գործընկերներ կամ որոշ լրատվական միջոցներ, որոնց նույնիսկ կարելի է ընդդիմադիր գործընկերներ համարել, որովհետև լրատվական համարելը մի քիչ ճոխություն կլինի, հարգելով բոլորին, այսօր ինչ են ասել։ Ձեզ դուր կգա, որ ասում համարելը ճոխություն։ Ես հեսա վերջացնեմ միտքս ու կասեմ, թե ինչու եմ այդ կարծիքին եկել, եթե ես իմ գործունեության մեջ այնպես ինձ դրսևորեմ, որ նման կարծիք կարա հնչի, ես կհամաձայնվեմ այդ կարծիքի հետ։ Ես ուզում եմ հասկանամ այսօր ինչ են ասելու եւ ոչ թե մտավախություն ունեմ, այլ նույնիսկ վստահություն ունեմ, որ մի ուշ շաբաթ Տեր Թադեին կարգալույծ կանեն։ Ես ներքին համոզմունք ունեմ։ Իսկ ինչ վերաբերում է ձեր ասածին, ես շատ հարգելով բոլոր լրագրողներին, որոշ լրագրողների հետ նույնիսկ ընկերական հարաբերություններ ունեմ, բայց ցավոք սրտի մենք այսօր ունենք մի կարգավիճակ, որ բազմաթիվ լրատվական միջոցներ իրենց առաքելությունը այսպես չեն կատարում եւ ֆինանսավորվելով ընդդիմադիր կուսակցությունների կողմից ուղղակի գիծ են տանում, իսկ այդ գիծը ակնհայտ է, այդ գիծը ընդդիմադիր գիծ է եւ հիմնականում սուտ ու ոչ լիարժեք ինֆորմացիա տարածելով եւ դա ոչ միայն ես եմ ասում, այլ մեր ժողովուրդը շատ լավ գիտի ու շատ հաճախ երբ որ ուզում ենք հարցազրույցներ տանք, մեր ժողովրդից մարդիկ են լինում, որ ասում են ինչու եք այդ լրատվականներին հարցազրույց տալիս։